National Security Council Larijani Իսրայելական լրատվամիջոցները լուր տարածեցին, թե Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին եղել է Իրանի դեմ իսրայելական հարվածների թիրախը։ Իրանական կողմը սակայն ոչ թե հաստատեց լուրը, այլ տեղեկություն տարածեց, որ հենց ինքը Լարիջանին նույն օրը X-ում հրապարակել է իրանցի ծովայինների մահվան մասին ցավակցագիր։ Լարիջանին որպես իրանցի ազդեցիկ պաշտոնյա անցած տարվա օգոստոսին է նշանակվել ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։ Երկուշաբթի երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակը Ցախալը միաժամանակյա հարվածների ալիք է իրականացրել Թեհրան, Շիրազ եւ Թավրիզ քաղաքների ուղղությամբ։ Reuters գործակալությունը հայտնեց, որ անօդաչու թռչող սարքերը եւ հրթիռները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը։ Իրաքի անվտանգության ուժերը տեղակայված են մայրաքաղաքի տարբեր հատվածներում եւ փակել են Բաղդադի կառավարական շենքերն ու դիվանագիտական առաքելությունները, նաեւ ԱՄՆ դեսպանատունը։ Միևնույն ժամանակ Իրաքի նավթի նախարար Հայան Աբդել Ղանին հայտնել է, թե շփումներ են հաստատել Իրանի հետ իրաքյան նավթ տեղափոխող մի շարք տանկերների անցման թույլտվություն ստանալու նպատակով։ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով Իրաքում նավթի արդյունահանումը օրական 4.5 միլիոն բարելից նվազել է մինչև 1.2 միլիոն։ Իրաքը կապի մեջ է Իրանի հետ, որպեսզի թույլտվություն ստանա Հորմուզի նեղուցով իրաքյան նավթով բեռնված տանկերների անցման համար։ Հորմուզում լարված իրավիճակի ֆոնին Թրամփը հայտարարել է, թե Վաշինգտոնին իրանական նավթ պետք չէ։ Ըստ ԱՄՆ նախագահի իրենք բավականին շատ նավթ ունեն։ Թրամփը հայտնել է, թե նավթի գները կտրուկ կընկնեն, երբ Իրանի դեմ գործողությունը ավարտվի, եւ դա ըստ Թրամփի տեղի կունենա բավականին արագ։ Մենք ավելի քան 2 անգամ շատ նավթ ենք արտադրում։ Իրանի զինված ուժերի մամուլի խոսնակը հայտնել է, որ Իրանը ավերիչ հարվածներ է հասցնում Ամերիկային եւ Իսրայելին։ Մենք զգուշացնում ենք, որ եթե հանցավոր Ամերիկան հարձակվի եւ ոտնձգություն կատարի Խարկ կղզու, դրա օբյեկտների եւ նավթային տերմինալի վրա, մենք մոխրակույտի կվերածենք ագրեսոր երկրի բոլոր նավթագազային օբյեկտները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆի հետ վերսկսված շփումների մասին տեղեկությունները։ Նա պնդել է, որ ամերիկյան կողմի հետ վերջին զրույցը տեղի ունեցել ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, եւ բանակցությունների վերաբերյալ ներկայիս տեղեկությունները նպատակ ունեն մոլորեցնել նավթի գնորդներին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ն եւ Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերականգնմանը, Թեհրանը սակայն պատրաստ է կուլիսային շփումների։ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու նպատակով կոալիցիա ստեղծելու ԱՄՆ փորձերը դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Գերմանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի առաջնորդները բացառել են տարածաշրջան ռազմածովային ուժերի նավեր ուղարկելու հնարավորությունը։ Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման մոտ 50%-ի դադարեցմանը, ինչը կարող է մեծ վնաս հասցնել ցանքսի շրջանում եւ պարենային ճգնաժամ առաջացնել Եվրոպայում ու Ասիայում։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո ազոտական հավելումների գներն աճել են 30%-ով։ Սահմանափակումներն առաջին հերթին հարվածել են Հնդկաստանին։ Հայաստանի կառավարության անդամները հստակ ցուցանիշներ չունեն, թե Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում քանի իրանահայ է եկել Հայաստան, սակայն նշվում է, որ Իրանում պատերազմական իրավիճակով պայմանավորված դեպի Հայաստան իրանահայերի արտառոց հոսք չկա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։